Вот են։ Всё, Անջան, միացրածա կարա սկսես։ Թե ինչ աղջիկներ ջան, այսօր խոսելու ենք բիզնեսի հնարավորությունների մասին, որը մեզ շատ մեծ շանս է տալիս լինելով տանը, ընտանիքի կողքին ու զարգացնել մեր սեփական բիզնեսը, որը տարբերվում է վարձու աշխատանքից։ Սեփական բիզնեսը սկսելու համար նախ առաջինը մենք պիտի իմանանք 3 փուլ ու հետո այն կետերը, այն հնարավորության կետերը, որը տալիս է բիզնեսը։ Առաջին փուլը դա հենց մոտիվացիան է, այսինքն եթե մենք չունեցանք մոտիվացիա, տրամադրվածություն, սիրենք մենք բիզնեսը նախ չիմանանք ինչի մասին է, մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Մարդիկ կան, որ լսում են, բայ սենց մի հատ ոգևորված գալիս են ու մի հատ ստոպ են անում, որովհետև մտածելով, որ իրանք տանը նստած ընտանիքի կողքին երկնքից մանանա է թափվելու, ոչ, իհարկե։ Սա ինչով է տարբերվում վարձու աշխատանքից, որ դու ես քո տնօրենը, դու ես քո գլխի տերը ու դու ես այն գումարը աշխատող, վաստակող, տիրապետողը, տնօրինողը, որը դու կարաս ինքդ դու այլ ոչ թե ինչ-որ մեկը կոնկրետ վարձու աշխատողի տարբերակով տնօրինի քո աշխատավարձը, այսինքն ինչ-որ ֆիքսված գումար քեզ տա կամ չտա, կամ ինչ անես, ինչ չանես։ Նախ մինչև հասկանանք բիզնեսում լինելու ժամանակ մենք պիտի հասկանանք, թե մեզ ինչքան գումար է պետք, ինչ է պետք, ինչի համար է պետք։ Մարդիկ կան, որ երազում են, մարդիկ էլ կան, որ այդ գումարը իրանց համար կոնկրետ ցելով ինչ-որ բանի համար է դրված, երեխեք ջան, ու աշխատում են այդ ուղղությամբ։ Դա առաջին կետն է, մոտիվացիա։ Դա շատ կարևոր բան է, ինքը բառ է, բայց այդ բառը շատ sense գլոբալ հասկացողություն ունի, որ մենք պիտի դա ընդունենք, հասկանանք ու դրանով շարժվենք առաջ։ Երկրորդ կետը դա հաջողելու տարբերակն է, այսինքն ինչով հաջողելու, մենք պիտի լավ կարողանանք ռեկրուտինգ անենք, դա երկրորդ մասն է մեր բիզնեսի, գլխավոր մասերից մեկը, որ մենք կարողանանք շատ մարդկանց պատմել մեր բիզնեսի մասին, թե մեզ բիզնեսը ինչ հնարավորություն, առավելություններ է տալիս, որ մենք կարողանանք առաջ շարժվել։ Ու ըստ այդմ մենք շարունակում ենք մեր գործը։ Երրորդ փուլը, երրորդ կետը նորեկի հետ աշխատանքն է։ Շատ կարևոր է, երեխեք ջան, ես ինքս լինելով նորեկ, իմ նաստավնիկը իմ հետ աշխատել է, ինձ սովորացրել է, ու ես հիմա նույն ձևով աշխատում եմ իմ նորեկների հետ, տալիս եմ մոտիվացիա, սովորեցնում ենք օգտվել պրոդուկտից, աշխատել աղջիկների թիմային, աղջիկների թիմով աշխատանքի մասին ենք սովորացնում ու կարողանում ենք առաջ շարժվել։ Շատ մեծ հնարավորություն ունի մեր բիզնեսը, երեխեք ջան։ Առաջինը անվճար գրանցումն է, որ ոչ մի յուրաքանչյուր աշխատանքի վայրում մեզ նման ձևի հնարավորություն չեն տալիս։ Նախ պիտի ունենանք ծանոթ, բարեկամ, քեռի, հորքուր, մորքուր, որ կարողանանք գրանցվել։ Երկրորդը անվճար ուսուցումն է, երեխեք ջան, շատ կարևոր կետ է։ Ես ինքս միայն միջնակարգ եմ ավարտել, ուրիշ տեղեր չեմ սովորել, բայց իմ քույրիկը սովորելով 4 տարի երաժշտական, 4 տարի չգիտեմ որտեղ, ու այդպես էլ մնաց, վարձերը տվեց ու տենց մնաց օդում կախված։ Բայց մեր բիզնեսը տալիս է այդ ուսուցումը անվճար, ինչքան որտեղ էլ ուզում ենք պատտվենք, նման հնարավորություն ոչ մեկ չունենք, երեխեք ջան, ոչ միտեղ չկա։ Ունենք ավելի քան ոչ թե 10,000, այլ 11,000 ապրանքատեսականի, սերտիֆիկատված ապրանքատեսականի, որը կարող ենք վերնել մեր արդեն բազայից, օֆիսից, մեր ֆիրմայից և օգտվենք 20-26% զեղչերից։ Ոչ մի խանութ, անկեղծ եմ ասում, մեզ նման զեղչեր չի տալի, եթե տա լավագույն դեպքում, մի 10-15 դրամ, 5% ես իմ տա թե չկա, այդ էլ անհնար է, բացառում է տենց բան, ես տենց բան իմ կյանքում չեմ տեսել։ Երեխեք ջան, ֆիրման նվերներ է տալիս նորեկներին ու ինչու՞ չէ նորեկներին, նաև բոլորին։ Ունենք մարքեթինգ պլան, որը շատ սիրուն սահուն ձևով մեր աղջիկները օգտվում են այդ պլանից ու ստանում են նաև մեր նվերները։ Մեր նորեկները շատ լավ նվերներ ունեն, մեր ֆիրման տալիս է, մեր մեկնարկային քայլերն են դրանք, 5 քայլեր են, որոնք անցնում ենք, որոնք որ ես էլ եմ անցել եւ վերցրել եմ, ասեմ գումարային չափով ասեմ, որ ավելի հստակ ու պարզ լինի, մի 100,000 դրամի ավել ես մենակ նվեր եմ ստացել։ Եվ այս նվերները ես տարիներով օգտագործեմ չի պրծնի, որովհետև ոչ միտեղ նման ես այդպես բան չեմ տեսել, անկեղծ եմ ասում։
ունենք 18-ից 19 անգամ եկամուտ ստանալու հնարավորություն, որ մի ֆիրմանա, որ մի աշխատանքի տեղն ատ մեզ տես տալիս, ես աշխատել եմ կոնկրետ վարձու աշխատող, նվեր տես բան չեմ տեսել, չգիտեմ այդ ինչ բան է, անկեղծ եմ ասում, բայց մեր ֆիրման տալիս է մեր աղջիկներին, մեր տնօրեններին բոլորին 18-ից 19 անգամ եկամուտ եւ ես նույնպես ստանում եմ այդ եկամուտներից։ Իմ չափաբաժնով, իդեպ իմ աշխատածի չափաբաժնով, ասենց ասեմ։ Աղջիկներ ջան, ուրեմն ասեմ մեր ֆիրման շատ որակյալ պրոդուկտ է օգտագործում, շատ լավ որակով, մաքուր, իմ մաշկը, իմ մազերը, ես այսօր մեյքափ չեմ արել, որպեսզի իմ դեմքի որակը երևա, թե ինչքան որակապես պրոդուկտ է ինքը տալիս։ Ինքնազարգացում, շատ կարևոր կետ է, անձնական որակների փոփոխություն, դա կփաստեն ստեղ գտնվող աղջիկներն ու իմ նաստավնիկներն ու իմ ընկերները, գոլեգաները, որ ես շատ փոփոխություններ ունեմ, այսինքն ես սովորելով ստեղ, այդ հնարավորությունը ես ունեցել եմ, լինելով այստեղ իմ ընկերների հետ, ստանալով իրենցից ուսուցումներ, ես ինքս կարողացել եմ փոփոխեմ հենց ինքս իմ մեջ, օրինակ, ինչն է իմ մեջ փոխվել, որ ես կարողանում եմ խոսել էկրանին դեմ, ես կարող եմ բարձր, դեմքս բարձր, ճակատս բարձր, խոսեմ ֆիրմայի մասին, խոսեմ ապրանքի մասին, խոսեմ ամեն ինչի մասին, դա փոփոխություն է իմ կյանքում ու այդ հնարավորությունը ինձ տվել է միայն այս ֆիրման։ Ես ոչ միտեղ այդ նման հնարավորություն չեմ ստացել, երեխեք ջան։ Շատ կարևոր կետ է, ժառանգություն ենք թողնում մեր բիզնեսը, ու այս հնարավորությունը մենք ունենք, ֆիրման մեզ տալիս է, մեր երեխաներին, մեր ընտանիքին թողնել ժառանգություն մեր ֆիրման։ Տնօրինական բոնուսներ, որը 8 անգամ տնօրեն հաստատելուց մենք 1000 եվրո բոնուս ենք ստանում եւ այդպես շարունակ շատ բոնուսներ ունենք մայրության բոնուս, իդեպ մեր տնօրեններից, եթե չեմ սխալվում, արդեն մեր Արեքնաս Տերտերյանը եւ Անի Յարալյանը ստանում են մայրության բոնուս, եթե սխալ եմ ինձ կուղեք հետո, բայց եթե ճիշտ եմ ասում, հիշում այդպես է, իրանք ստանում են ստաբիլության բոնուս, այսինքն մենք ստաբիլ պահում ենք մեր ստատուսները, մենք ստանում ենք ստաբիլության բոնուս։ Եվ ամենակարևորներից մեկը պասիվ եկամուտ, քանի որ նաստավնիկը ուսուցում է տալիս իր նորեկին եւ տարիներ շարունակ աշխատում է իր գրանցված աղջիկների հետ, նա նույնպես տոկոս է ստանում իրենցից ներքև գտնված աղջիկների ապրանքաշրջանառության տոկոսից։ Այս հատվածը կարդացի, որ ճիշտ խոսեմ, ճիշտ ասեմ։ Ինչքան աճում է մեր ճյուղը, այդքան աճում ենք մենք եւ մեր թիմ աղջիկներ ջան։ Շատ հրաշալի բան է, անկեղծ եմ ասում։ Սեփական արտադրանք է մեր ֆիրման, արդեն ես նշեցի, որակյալ արտադրանք եւ մենք օգտվում ենք մեր սեփական, մեր ֆիրմայի սեփական պրոդուկտից, այսինքն անմիջապես արտադրողից, ոչ թե մի 3 ձեռ, ինչպես խանութներում է, 3 մարդու ձեռքից անցած, ես նույնպես վաճառքով զբաղվել եմ ոչ թե մեր ֆիրմայի պրոդուկտով, այլ ժամանակին վերցնում էի արտադրողից պոմիդորը տանում էի, ես էի ծախում ինձանից վերցնում էր մեկ ուրիշը ու սենց այդ պոմիդորը դառնում էր 500 դրամ, բայց ես արդեն 50 դրամով էի վերցրել։ Նույնն էլ մեր ֆիրման է, մենք վերցնում ենք անմիջապես մեր ֆիրմայի պրոդուկտը արտադրողից, մենք չենք վերցնում երրորդ ռուկ։ Սենց ասեմ, երեխեք, մարքեթինգ պլանը 3-ից 23%, շատ լավ պլան է ինքը, ու ինքը գործում է, ես կասեմ, երեխեք ջան, ըստեղ կփաստեմ բոլորը, որովհետև օգտվում են, վերցնում են եւ այդ գումարները անմիջապես հաջորդ օր նստում է իրանց հաշվին։ Կարևոր կետ, առանց ներդրումների բիզնեսը։ Այսինքն, շատերին հրավիրում են, երեխեք գալիս են, ու այս հնարավորությունը չիմանալով ասեն, դե բանը, բա փող չենք դնում, հարգելիս, ոչ, ինչո՞վ ես փող դնում։ Այսինքն, եթե դու դրեցիր, օրինակ եմ ասում, 1000 դրամ, դու վերցնելու ես 1000 դրամի դիմաց ապրանք, էդի չեղավ ներդնում, այսինքն, եթե մենք գնում ենք ուրիշ խանութից հաց ենք առնում կամ շոր ենք առնում, եղավ մենք ներդնում ենք իհարկե ոչ, մենք ապրանք ենք վերցնում, չէ՞ դրա դիմաց, ոնց կարանք ասենք դա ներդնում է։ Իհարկե ոչ, այստեղ ներդրումներ չկան, այստեղ միակ բանը, որ դու պետք է փոխես քո խանութն է, օրինակ ես արդեն փոխել եմ իմ բոլոր պարագաների 50%-ը վերցնում եմ այստեղից առայժմ, քիչ-քիչ կավելանա ու շատ գոհ եմ ֆիրմայի պրոդուկտներից, ասեմ օգտվեք երեխեք ջան, բոլորդ կգտնեք ձեր մաշկի, ձեր մազերի, ձեր դեմքի ամեն ինչի համար պրոդուկտ որակով։ Արդեն ինքը 27 տարի ավել ֆիրմա է եւ
100 ցանցային բիզնեսների մեջ գրավում է 25-րդ տեղը մեր ցանցային բիզնեսը։ Միջազգային բիզնեսը, ասեմ, մեր ֆիրման ավտոմատացված ծրագիր է, այսինքն մենք օնլայն ենք աշխատում հիմնականում, մեր բոլոր ուսուցումները, մեր բոլոր դասերը ստանում ենք թե շփումները, մենք աշխատում ենք օնլայն համակարգով, ինտերնետ համացանցը մեզ թույլ է տալիս այդ ամեն ինչից օգտվել։ Այս կետերն էին, երեխեք ջան, մեր հնարավորության կետերը, այսինքն, եթե մենք ինքներս մեզ հավատանք ու հասկանանք, որ մենք կարող ենք անել ամեն ինչ, իհարկե մենք ամեն ինչ կարող ենք անել։ Մի մասը 15% պակաս, մի մասը 20% պակաս, մի մասը 3% ավել պակաս, ու մենք կարանք հասնենք այն բարձունքներին, այն առավելություններից օգտվենք, հնարավորություններից օգտվենք, որը մեզ տալիս է ֆիրման տանից, տեսեք, ես տանն եմ, երեխաներիս կերակրել եմ, ամեն մեկը իրանց սենյակներում զբաղված են, եւ ես այստեղ նստած ձեզ հետ զրուցում եմ։ Ու կուզեի, որ նաև մեր աղջիկներից կիսվեին այս ֆիրմայի հնարավորությունների մասին, եթե ինչ-որ մի բան բաց թողեցի, կուզեի, որ լսեի, շատ հաճելի կլինի, երեխեք ջան, հավատացեք ինքներդ ձեզ ու նաև աղոթեք Աստծուն, որ ունեք նման հրաշալի հնարավորություն տանից աշխատելու, լինելու ձեր երեխաների կողքին, հետո թողնել ժառանգություն ձեր բիզնեսը ձեր երեխաների։ Այս կետերն էին, որոնց մասին ուզում էի նշեի ու բարձրաձայնեի, առավելությունների մասին կխոսենք հաջորդ անգամ, առավելություններն էլ շատ են ու շատ կարևոր կետեր են, աղջիկներ ջան։ Կարելի է բացել, ուսումնասիրել, ընթերցել, որոշել ու երբեք մի եղեք, ինչպես ասում է Բադո Ֆեշերը, բադերի պես կռնչան, որ սպասեք ձեզ տան, այլ դուք եղեք արծիվների պես, դուք ինքներդ վերցրեք ու յուրացրեք, սովորեք ու առաջ գնացեք։ Մի սպասեք, որ ձեր նաստավնիկները ինչ-որ թեմաներ տան, ինչ-որ հանձնարարություններ տան, ոչ, այս հնարավորությունները իմանալով հանդերձ, մենք բոլորս յուրաքանչյուրս ունենք լիարժեք իրավունք ուսումնասիրելու թե ֆիրմայի հնարավորությունները, բիզնեսի հնարավորությունները ու առաջ շարժվել։ Թերևս այսքանը, իմ նաստավնիկներն այստեղ են, կուզեմ մի երկու բառ էլ իրանք ասեն։ Չունեք ասելու բան, երեխեք ջան։ Ապրեսան ջան, հիանալի ելույթ էր։ Ասեմ, որ հիշում եմ քո առաջի ելույթը, շատ տարբերություն կա, նախ քո դեմքը արտաքինի վրա շատ հանգիստ էի, շատ անմիջական, ոնց տանից տնեցիկով զրուցելուց լնեի։ Երկրորդ ընտան։ Արտաքինապես է շատ փոխվել, դա իհարկե մեր ֆիրմայի խնամքի պարագաների շնորհիվ։ Այո, մեր ֆիրմայում կա մեծ հնարավորություն, ընդամենը ցանկություն է պետք ծանոթանալու ֆիրմայի հնարավորությունների հետ, աշխատել ճիշտ մասնագետների հետ, որպեսզի կարողանաս առաջ գնալ ու օգտվել բոլոր հնարավորություններից, չվախենալ ոչ մի դժվարություններից, չվախենալ մեծ փողերից, որ հնարավոր է վաստակես եւ հնարավորություն է տալիս մեր ֆիրման, շատ դրական էմոցիաներ ես փոխանցում ու միշտ այդ դրականը քո մեջ լինի, միջև վերջ կարողանանք միասին առաջ գնալ, Ապրեսան ջան, շատ։ Ապրես Մարջան, եւ մի բան էլ ավելացնեմ, երեխեք ջան, որ մեր ֆիրման մեզ տվել է հնարավորություն սովորել մեր ժամանակը կառավարել։ Մենք ինքներս կարողանանք կառավարել, օրինակի է ժամանակին, այ, սենց, վազ, վուզ, իսկ հիմա ոչ, կառավարված ժամանակը կարգ ու կանոնով, դա էլ մեծ հնարավորություն է սովորելու, երեխեք ջան։ Մինչև այդ մի հատ, չգիտեմ, սենց պանիկա, չգիտեմ, իսկ հիմա պանիկա չկա, հանգիստ դուրս ես առավոտը արթնանում ես հերթականությամբ սիրուն, սա ես անում, գալիս ես քո աշխատանքին, ոնց որ մենք դրսում ենք աշխատում, դա կապ չունի տանից ենք թե դրսից ենք։ Սա շատ կարևոր կետ է, որ մենք կարողանանք կառավարել մեր ժամանակը, ու այս հնարավորությունը մեզ էլի ֆիրման է տվել, բիզնեսն է տվել, ոչ թե ֆիրման։ Մեր բիզնեսը ֆաբրիկ ֆիրմայի հետ է անում, շատ ֆիրմաներ կան, նույն ձևի ցանցային բիզնեսով բիզնես զբաղվում են, բայց մեր բիզնեսը հենց ֆաբրիկ ֆիրմայի հետ է, ու այդ հնարավորությունը մենք նույնպես ունենք։
որ կարողանանք հենց մենք ինքներս կառավարենք մեր ժամանակը, կարգ ու կանոնով սիրուն առաջ գնանք։ Դա շատ մեծ հնարավորություն է, երեխեք ջան, ոչ մի տեղ նման բաներ չկան։ Վազքի մեջ ես ժամանակին աշխատել եմ ուրիշ հիմնարկությունում, ասեմ, ես չգիտեի ոնց որտեղից եմ ու երեկոյան ժամը 6-ին հոգնած, ես իմ երեխեքից բան չի հասկանում, հոգնած ընկնում էի տուն։ Իսկ հիմա ես հանգիստ ունեմ, աշխատանքն ունեմ, սուրճի ժամանակ ուրիշ աշխատանք եմ անում, ուրիշ ժամանակ ուրիշ աշխատանք եմ անում, այսինքն կարողացել եմ ինքս ինձ դնել այդ սանդղակի մեջ, սենց ասեմ, ու կառավարել ինքս իմ ժամանակը։ Դա էլ մեծ հնարավորություն է, որ սովորել ենք մենք հենց այս ֆիրմայի ու այս բիզնեսի շնորհիվ։ Շատ մեծ առավելություն է դա, երեխեք ջան։ Անջան, ապրես, Ելիս, եթե չեմ սխալվում, ես դուրս եկել, բայց սա քո երկրորդ ելույթն էր, ինչի համար քեզ շնորհավորում եմ, դու ուղիղ ասենց միացմամբ մի անգամ ես, չէ՞, եղել, սա երկրորդ անգամ էր, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ապրես, հաղթահարելու համար շատ ճիշտ է, լարվածությունը կա, սկզբնականում դա ասեցիր, բայց աստիճանաբար դա կանցնի, բոլորիս մոտ էլ եղել է այդ լարվածությունը, ամեն անգամ ելույթից առաջ, բայց դու հաղթահարեցիր դա շատ պատվով, ինչի համար շնորհակալ ենք, իսկ քո թեման շատ լավ թեմա էր, բիզնեսի հնարավորությունները և բիզնեսը սկսող յուրաքանչյուր մարդ պետք է բիզնեսի հնարավորությունները անգիր իմանա, ասենց անգիր, կետ առ կետ, թվարկեցիր շատ լավ կետեր, բիզնեսը ժառանգություն թողելու հնարավորություն, անվերջ ստեղ աճելու հնարավորություն, ես չեմ դադարում ասեմ, ստեղ սկիզբը կա, դա 1300 դրամն է, թե 1500 դրամն է, տատանվում է ըստ բալային սիստեմի, բայց վերջը ուղղակիորեն չկա, աղջիկներ ջան, վերջը դուք եք որոշում։ Շատ կարևոր կետ է, որ դու ինքդ որոշես, ինչքան ես ուզում ստանաս, եթե համեմատենք սովորական աշխատանքի հետ, ստեղ ուզում ես քեզի ճղի, ինչ ուզում ես արա, լավագույն դեպքում, կարող ասեն 6 ամիսը մեկ մի հատ 50,000 դրամ քեզ ասեն շնորհակալություն կամ ուղղակի մի հատ պատվոգիր տան ասեն շնորհակալություն կամ չգիտեմ, մի հատ կոնֆետով ասեն շնորհակալություն, իսկ այստեղ ֆիրման նախ եկամուտները ինչքան աշխատում ես, այնքան վաստակում ես ու պլյուս դրան, որ շատ լավ ես վաստակում, մի հատ էլ տալիս է տնօրինության բոնուս, ստաբիլության բոնուս, մայրության բոնուս, անկեղծ եմ ասում, մեր մայրության բոնուսը պետական ցանկացած տված մայրության բոնուսներից կրկնակի ավել է, եթե նայեք պետությունը ինչքան է տալիս ու մեր ֆիրման երեխա ունենալու համար, դա ուղղակի ծիծաղելու թվեր է, ֆիրման մեզ ավելի շատ է տալիս, քան մեր պետությունը, որի համար այդ երեխան լույս աշխարհ է գալիս ու այո, պետության համար շատ պիտանի բաներ էլ անում է այդ նույն բալիկը, ամեն դեպքում հնարավորությունները իսկապես ֆիրմայում անսահմանափակ են, անսահմանափակ, որը պետք է անգիր իմանա յուրաքանչյուր մարդ, որովհետև դրանից է կախված իր բիզնեսի որակը։ Եթե դու գիտես քո բիզնեսը քեզ ինչ է տալիս, դու դրա համար աշխատում ես շատ լավ։ Շատ լավ կետ է նաև այո պասիվ եկամուտը, որը կարծում եմ ձգտում ենք յուրաքանչյուրս, որ ունենանք այդ պասիվ եկամուտը, որտեղ դա ոնց որ մեր Քնարիկ Խաչատրյանն ասում, այդ օրինակը շատ եմ սիրում, ոնց որ աշխատես, բնակարաններ առնես, վարձով տաս ու գնաս նստես, վայելես։ Այնպես որ հիանալի կետեր ունենք բիզնեսում, այո, նոր սկսող բիզնես պարտներները պետք է այս կետերի մասին իմանան, անգիր իմանան, որ կարողանան նաև երբ որ իրանց համեմատելու, առիթ լինի ինչ-որ ուրիշ բիզնեսների հետ, իրանք կարողանան համեմատել, թե իրանց բիզնեսը իրանց ինչ է տալի, սովորական բիզնեսը իրանց ինչ է տալի և սովորական աշխատանքը իրանց ինչ է տալի, որտև ինքս ունեցել եմ նաև սեփական ուրիշ բիզնես, խանութի տեսքով, նույն խանութն է, չէ, սա օնլայն, իսկ նա օֆլայն, այնտեղ ես համ ներդրում եմ արել,
ու բավականին շատ ներդրումներ ու այսօր բոլորս գիտենք, որ բոլորի ջեբը դրված չի, այսինքն ես վարկ եմ վերցրել, ներդրում եմ արել, արենդով տարածք եմ վերցրել, մտածել եմ ակցիաներ, գնացել եմ ապրանք եմ բերել, մտածել եմ ինչ գին դնեմ, որ հաճախորդ կարողանամ գրավեմ, մի խոսքով աշխատողի փող, հարկ եւ այլն եւ այլն։ Իսկ այստեղ այս նույն խանութն եմ ես աշխատացնում, բայց on-line հարթակում ու հա չմոռանանք, որ սովորական բիզնեսը, այսինքն իմ խանութը, ով է օգտվում, չէ, իմ կողքի մարդիկ, այսինքն տվյալ կետում գտնվող մարդիկ, իսկ իմ on-line խանութից օգտվում են բոլորը, այսինքն էական չի, ինքը ապրում է Բանգլադեշում, թե ապրում է Մոսկվայում։ Շատ կարևոր կետ է, որովհետև եթե դուք պրոստը բիզնես եք դրել, այսինքն նույն խանութն եք բացել, օրինակ Բանգլադեշում, բնական է, որ այդ Բանգլադեշի խանութից միայն օգտվելու են Բանգլադեշի մարդիկ, ու այն էլ այդ տարածքի մարդիկ, այն վերևից հաստատ մարդիկ չեն իջնում ներքև, ասենք օրինակ գնումներ անում։ Իսկ on-line բիզնեսի տարբերությունը դա է, որ ես իմ բիզնես, իմ խանութ կարող եմ բերել մարդիկ Ռուսաստանից, Վրաստանից եւ այն երկրներից, որտեղ համագործակցում է ֆիրման։ Շատ կարևոր աղջիկներ ջան, այս բիզնեսները նաեւ կարողանալ ճիշտ ասենց ասեմ, հա, իրար հետ համատեղ տանել, որ հասկանաք, որն է շատ առավելություն տալիս ձեզ։ Ես երկու բիզնեսներն էլ ունեցել եմ եւ միանշանակ առաջի բիզնեսը արդեն փակ է եւ երկրորդ բիզնեսը աճում ու զարգանում աղջիկներ ջան, այնպես որ նախ մենք չենք մտածում ինչ ակցիաներ անենք, որպեսզի մեր աղջիկներին շահագրգռենք, այլ ֆիրման ամեն ինչի մասին հոգում է, սկսած արտադրանքից վերջացրած առաքումով։ Մեզ պետք է ուղղակի մարդկանց տեղեկացնել մեր բիզնեսի մասին։ Շատ են առավելությունները, իսկապես որ թվարկեմ, մի ժամներ չի հերիքի, 2 ժամներ չի հերիքի, ավելի քան վստահ եմ։ Այնպես որ շնորհակալ ենք քեզ սիրելիս, եւս մեկ անգամ մեր տեղեկությունը թարմացնելու համար, բաճիկներ քեզ։ Ես եմ շնորհակալ շատ որ Անջան Արաքսնա, ես էլ եմ շնորհակալ ապրես շատ։ Բուդելնիկ էի դրել, ասեմ, որ մի վարկյամ անգամ չուշանամ։ Շատ ապրես, հիմնական կետերը նշեցիր ու այդպես կոնկրետ ավելացնելու ոչ մի բան չկա, ուղղակի իմ կողմից միայն մի բան կասեմ, որ ընդհանրապես մեր բիզնեսի այդ հնարավորությունները ամեն ինչ մեծ ֆիրման տալիս է, ուղղակի ոմանք դա կիրառում են, ոմանք դա հասկանում են, ոմանք դա ընդունում են, իսկ մյուսները չէ, այսինքն ինչքան շատ բան իմանաս դու քո բիզնեսի մասին, ես, դու, այն մյուսը, ինքը այնքան ավելի հաջողություններ կարա ունենա, այնքան ավելի առաջ կարա գնա։ Իսկ եթե մարդը չինքնակրթվավ ժամանակի ընթացքում ինքը իր վրա չաշխատեց, ինքը նույն տեղում էլ այսպես ոտքերով կթպտպացնի, բայց ինքը առաջ չի գնա, ինքը այդ ժամանակ ավելի շատ հետ կգնա, քան առաջ։ Այնքան որ մենք ուղղակի մեր ֆիրման մեզ տալիս է ամենաշատը ես այս հանգամանքն եմ երևի թե գնահատում, որ հələ մի հատ մտածեք, մենք անհամեմատելի ցածր գնելով, անհամեմատելի մաչելի գներով, ինքնարժեքով մենք ստանում ենք այնպիսի որակյալ ապրանք, որ ոչ միտեղ չենք գտնի, ոչ միտեղ։ Այսինքն, երբ որ այդ նույնը ինչ-որ մեկը, որ ասում ես, ասում է, հա, լավ, խանութից կառնեմ, ինքը չի մտածում, որ այդ խանութի իր առած 1500 դրամանոց, չգիտեմ, ինչ-որ մի շամպույն է, այդ իրական գինը կարող է եւ 300 դրամ էլ չկա, բայց իրան հասնում դառնում է 1500 դրամ, բայց մենք ինչ գումար որ վճարում ենք, մենք վճարում ենք էկոլոգիապես մաքուր, վճարում ենք բնական, վճարում ենք լավ, ճիշտ ապրանքի համար ու ոչ թե մեզ թունավորում ենք, մեզ վնասում ենք եւ մեր առողջությանն է դա դրականապես ազդում եւ մենք մեզ սիրում ենք, եթե մենք մեզ սիրում ենք, ուրեմն լավ ենք նայում, չէ՞։ Դրա համար ինչքան շատ կարդանք, ինչքան շատ մանավանդ մենք դե ես ինձ նորեկ եմ համարում բիզնեսում ու ամեն մի դասընթաց, վեբինար ասեմ, ամեն մեկի խոսքն էլ լսում եմ, ընդունում եմ, դուք ավելի շատ փորձ ունեք, դուք ավելի երկար ճանապարհ եք անցել, ես կողքից նայում եմ, ուրախանում եմ ու սովորում եմ, ապրես շատ։
Ապրեք աղջիկներ ջան, շնորհակալ եմ, որ միացաք, ապրեք շատ։ Ես եմ շնորհակալ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնեց, Անի, հաջորդ մեկ մյուս շաբաթ կանենք Էլիզանգի տեսքով արդեն կդնեմ։ Աննա ջան, ապրես դու կյանք։ Եվս մեկ անգամ հիացրեցիր ինձ, անկեղծ հպարտանում եմ քեզանով։ Ուրախ եմ, որ հենց իմ թիմում ես, կյանք ջան։ Դու գիտես, ես ինչքան շատ եմ քեզ սիրում։ Դա չի քննարկվում, դա միակ չքննարկվող հարցերից է, որ թե ինչքան շատ եմ սիրում ես իմ բոլոր թիմակիցներին։ Ինչ վերաբերվում է ցանցային բիզնեսի հնարավորություններին եւ առավելություններին, բացի նա աղջիկներ, որ մենք ունենում ենք եկամուտ ստանալու հնարավորություն տանից, ազատ գրաֆիկով, առանց ղեկավարի, առանց մեր գլխին տնօրենի, մենք նաև ձեռք ենք բերում ցանցային բիզնեսի շնորհիվ լավ ընկերներ, լավ թիմակիցներ, հոգեհարազատ մարդիկ, ովքեր որ առանց տեսուց ծանոթի, ընդամենը հեռախոսազանգով զրուցելով դառնում են հոգեհարազատ մարդիկ։ Սա եւս շատ մեծ առավելություն է կոնկրետ իմ համար ցանցային բիզնեսում, որովհետեւ ես ինքս բազմաթիվ կանանց հետ շփվելով հոգեհարազատ մարդիկ եմ գտել իմ համար, եւ իմ համար շատ կարեւոր է, որ իրանք նույնպես աճեն, զարգանան այս բիզնեսում եւ օգտվեն այդ բոլոր հնարավորություններից։ Դրա համար ես անկեղծ պատրաստ եմ բոլորին օգնել, ովքեր որ կցանկանան ցանցային բիզնես զարգացնել, բոլորին օգնելու եմ, որ յուրաքանչյուրը իր նպատակները իրականություն դարձնի հենց ցանցային բիզնեսի շնորհիվ։ Չենք մոռանում, որ ցանցային բիզնեսը այնքան հնարավորություն է տալիս մեզ, նույնիսկ մեր նպատակները իրականություն դարձնելու, այն նպատակները, որը մենք ունեցել ենք շատ վաղուց, բայց թեկուզ գումարային բացակայության պատճառով կամ ինչ-ինչ պատճառներով չենք կարողացել իրականություն դարձնել, հիմա արդեն իսկ ցանցային բիզնեսի շնորհիվ մենք կարողանում ենք այդ ամեն ինչը իրականություն դարձնել հենց մեր կյանքում։ Ցանկացած նպատակ, որը կապված է գումարի հետ, շատ հեշտ է իրականություն դարձնելը։ Կարևորը լինեք հոգատար, ձեր թիմի նկատմամբ լինեք աշխատասեր, պարտաճանաչ, չմոռանաք, որ այս բիզնեսը սկսվում է հենց ձեզանով եւ ավարտվում է ձեզանով, որ յուրաքանչյուրը զարգացնում եք հենց ձեր բիզնեսը ու այդ բոլոր հնարավորությունները, որ տալիս է ֆիրման, ցանկացած գրանցված մարդու, դա բոլորի համար հավասար է, անկախ նրանից մի տարի առաջ է գրանցվել, 15 տարի առաջ է գրանցվել, թե հենց այսօր գրանցվեց, կապ չունի, բոլորի համար ֆիրմայի տված հնարավորությունները նույնն է։ Դրա համար սիրելիներս մաղթում եմ, որ բոլորդ լինեք քաջատեղյակ ձեր ֆիրմայի տված հնարավորությունների մասին, այսինքն ուսումնասիրեք, սովորեք, պայքարեք, ու ամեն ինչ իրականում ավելի հեշտ կլինի եւ ձեր նաստավնիկներն էլ մշտապես ձեր կողքին են, նույնիսկ ավակ նաստավնիկները, հա, սա եւս մեկ առավելություն է, որ բացի ձեզանից ձեզ օգնում են ձեր ավակ նաստավնիկները։ Սա եւս մեկ առավելություն է ցանցային բիզնեսում, որը չկա մեկ այլ ոլորտներում։ Ու ամենամեծ կարևորությունը ցանցային բիզնես զարգացնելու համար նա է, որ ոչ մեկը ոտքի տակը չի փորի, ընդհակառակը բոլորը պատրաստ են օգնելու, աջակցելու, որպեսզի հնարավորինս արագ հաջողեք այս բիզնեսում եւ իհարկե դուք նույնպես ունենաք այդ բաղձալի եկամուտը, որը ֆիրման բոլորին տալիս է։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ Աննա ջան, հիանալի ներկայացնելու համար մեր ցանցային բիզնեսի առավելությունները եւ հնարավորությունները։ Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որ առաջի անգամ են տեսնում քեզ կամ լսում, իսկապես իրենք համոզվեցին, որ դու արդեն իսկ բավականին փորձառու ես այս ոլորտում, ինչի համար ես ուրախ եմ, քո հենց խոսքը, քո պահվածքը ինձ հիացրեց անկեղծ հիացած եմ քեզանով, ապրես դու, քեզ պաչիկներ եմ անում եւ թող քո զանգերը լինի շարունակական, քեզ լսելը շատ հաճելի է։
Ապրեք, շնորհակալ եմ, ես էլ բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիդ համար անհանգստանում եմ, դուք իմ համար ուրիշ մի տեսակ մարդ եք դառել, սենց անկեղծ, եթե ինչ-որ մեկը, որ չի երևում այս ընթացքում, անհանգստանում եմ, ինչ-որ դա դգայսա նրանից, որ ես սիրում եմ այսը, սիրում եմ իմ ընկերներին, սիրում եմ իմ գոլեգաներին, սենց ասեմ, շնորհակալ եմ, որ միացաք, ապրեք, որ ես ստացա այսպիսի հնարավորություն լինել ձեզ հետ, ու սա ինձ համար եւս մեկը հմքամ առաջ գնալու, ոչ թե առաջ գնալու, այլ հմտանալու, փոխվելու հնարավորություն ա տալի, որ ես ինքս կարողանամ ինքս իմ մեջ կառավարեմ էմոցիաներն ու ինձ պահեմ, դրսևորեմ ցանկի ժամանակ։ Ապրեք, շնորհակալ եմ աղջիկներ ջան, որ միացաք։ Աննա ջան, ես էլ եմ ուզում իմ խոսքը ասեմ, կրկին անգամ ապրես, շատ հիանալի ներկայացրեցիր, մանրակրկիտ ու մատչելի, որ ովքեր էլ որ առաջին անգամ քեզ կլսեն, հաստատ քո խոսքից իրենք ավելի շատ բան կսովորեն ու իրենց մեջ նստվածք կտա, թե ինչ առավելություն ունի մեր բիզնեսը, ու մեր բիզնեսը այդ բազմաթիվ առավելություններից մի քանիսն էլ ես եմ ուզում մեջբերում անեմ, ամենակարևորը ինչի համար ինքս եմ եկել այս բիզնես, նայա որ քո բիզնեսը քո ձեռքում է, քո բիզնեսը քո մոտաուրել որ դու գնաս, աշխարհի ցանկացած որ ծայրն էլ գնաս, օրվա ընթացքում ինչ զբաղվածություն էլ որ լինես, միևնույնը դու քո բիզնեսի գլխին ես, դու ինքդ ես կառավարում ժամանակը քո բիզնեսը առաջ տանելու համար ու համաձայն եմ բոլորի խոսքերի հետ, որ այստեղ մենք նաև նոր ընտանիքի նման ամրանում ենք, մեկս մեկից հարազատ ենք դառնում ում որ մենք սեմինարներին տեսնում ենք, արդեն մենք ճանաչում ենք, ովքեր էլ որ էկրանից այն կողմ են կամ երկրից այն կողմն են, իրենց հետ էլ ենք, հա, մտերիմ ջերմ շփման մեջ ենք ու կրկին անգամ սովորում ենք մեր ավագ նաստավնիկներից, ինչպես Սուսաննան ներկայացրեց, ու նաև շատ լավ մեջբերում արեց մեր Սուսը, որ մարդիկ այս բիզնեսի շնորհիվ նպատակներ են իրականացնում։ Մենք բազմաթիվ հաջողված կանանց օրինակներ ունենք, ովքեր ինչ նպատակների են հասել հենց կոնկրետ այս ֆիրմայի հետ համագործակցելով։ Ապրես, շատ շնորհակալ ենք քեզ, շատ լավ ներկայացրեցիր։ Ապրեք, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ, Սյուններ ջան։ Դե աղջիկներ ջան, ապրեք շատ, Աննա ջան, բաչիկներ, նացինք մեր մյուս գործերի։ Շնորհակալ եմ։ Հաջողան ջան, հաջողան։